Հայաստանի Հանրապետությունը սա է, եւ ես կվերադառնամ, սա է Հայաստանի Հանրապետությունը, իրավական գործ ուներ, հա, վանա, ուրեմն իրավական առումով փաստաթուղթ գոյություն, հիմա դուք լրագրող եք, չէ, հիմա եթե ես ձեզ պայմանական, հա, ուզենամ ներս չթողնեմ, դուք ասեք ես հավատարմագրում անցած եմ, այստեղ օրենք գործեց, հա, Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին ասել է, այս Հայաստանի Հանրապետությունն է, իմ ասածը դա է, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, թե հիմա դուք ձեր տանը, ես մեր տանը կենաց կխմենք, կասենք, այս բանը անչա, իմ տատն էլ Ղարսում է, մենք Ղարսում, չգիտեմ, Երկաթի կամուրջ կար, այնտեղ տունն է, տատիկից մաման ընդեղից ա եղել, եւ այլը, բայց Հայաստանը սա է, ժողովուրդ, սա է, ու յուրաքանչյուր այն խոսակցություն, որը որ դուք ասում եք, դա նույն ռեակցիան է առաջացնում մեր հարևանների մոտ, ինչը որ մեր մոտ առաջացնում է, երբ որ Սևանին չէին ասում։ Մի խոսքով չեմ ուզում կրկնեմ։ Նույնը ինչ որ մեր մոտ ասում, իմ ասած ընդամենը դա է, Նարեկ ջան։ Ինչի, որովհետև դու հայ ես եւ Հայաստանի մոլորակումն է դա անհամոն։ Իսկ ինչի է, ներողություն եմ խնդրում, ես չեմ ասում իրանց նա եղել, ախր հասկացի ինչ եմ ասում։ Ես դուք խոսում եք էմոցիաներից, ես ասում եմ, որ Հայաստանից բացի այլ երկիր կա մոլորակի վրա։ Այլ երկիր կա, այլ էմոցիա կա, այլ մայր կա, որը երեխայա կորցրել, այլ գերեզման կա, որը որ միգուցե հայկական կամ չգիտեմ վրացական, ռուսական զինվոր դրա համար դեմ վստահ մի ասա, որտեղ Կալիֆոռնիայում տենց խոսակցություններ գնում է։ Բայց այնուամենայնիվ դրա համար ժողովուրդ դուք էլ եք ինչ որ ձևով պաշտոնյաներ, հա, դուք կարծիք ստեղծող մարդիկ եք Հայաստանի Հանրապետության փաստաթղթով Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայականով, էսա կադաստրի վկայականում կան անճշտություններ մեր հարևանի հետ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում երևի բոլոր Իրանցիների եւ բնակարանների հետ ունեն, հիմա մեր հարևանի հետ պայմանավորվել ենք, որ այդ կադաստրով սահմանագծումը անում ենք, էսա ու իրար վրա չենք կրակում, չենք սպանում։ Փաշինյանին որտեղից ներողություն, Փաշինյանին որտեղից տվյալ, որ հենց սեպտեմբերին, եթե սահմանադրական մեծամասնություն չլինեք, հարձակվելու է, Ալիևից է իմացել, եթե հետախուզությունն է ասել, ինչի չեք պատրաստվում այդ պատերազմին։ Մեր ընդդիմադիրներն են ասել, լսեք, ես այս հարցին պատասխանել եմ մի ժամ 10 րոպե առաջ։ Բայց եթե հետախուզական տվյալ է, դե հիմիկվանից պիտի պատրաստվեք։ Մի ժամ 15 րոպե առաջ համ իրան եմ պատասխանել, հա 3 անգամ ես հարցին պատասխանել։ Կարինե ջան, մի րոպե։ Բայց կներեք, ներողություն իմ հարցի շարունակություն հետո կտակ, հնարավորություն ունեցել եք տալու։ Տեսեք, այդ դիրքորոշումը եւ սպառնալիքները Նիկոլ Փաշինյանի ոմանց մոտ տպավորություն են ստեղծում, որ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Օրինակ Թաթոյանն ասում է Ալիևի տասովշիկը սպառնում է պատերազմով։ Չի կարելի երկրի վարչապետի մասին տենց խոսել։ Դու մեջբերում պատով են տալի, որ տենց մեջբերում են անում, պետք է հասկանալ նրանք իրանք ում տասովշիկներն են, բայց դու մի մեջբերի, համեն մի վատ բան չի, որ պետք է մեջբերել, չէ՞ որ դու կին ես։ Քաղաքական խոսույթում է։ Չէ, բայց ասենք թե ում վրա հարձակվում են հաճախ։ Լսի, շատ սխալ են անում, որ հարձակվում են, բայց մի մտի այդ խոսակցության մեջ, իրանք էլ գլուխները պատով են տալիս, թող գնան իրանք հասկանան, թե իրանք ում տասովշիկն են ու ինչ գումարի դիմաց։ Այո, իսպանացի չի կարող։ Դա լուրջ հարց է, հասկանում եք, պատերազմի մասին խոսել ու այդպես հանգստանցնել։ Պատասխանել եմ։ Դուք ատելություն եք իդեպ տարածում արցախցիների հանդեպ։ Դուք արցախցիների հանդեպ ատելություն եք տարածում եւ մի ընդհատեք ինձ։ Մի րոպե սպասի։ Բայց օրինակ Civic AM-ը, որ հիմա ուզում է հարց տալ, ատելություն է տարածում։ Հետո քեզ Կարինե ջան, լսում ես ինձ։ Շարունակում են արցախցիներին թիրախ։ Կարինե ջան, կլինի պատասխան։ Ասում են հերոսի աղջիկ չի, հետո այդ հրապարակումը անետացավ։ Երեխեք ինչ եք անում, այսինքն հիմա Կարինե ջան, ստոպ։ Կարինե ջան, հիմա սպառնում ես ինձ։ Կարաս հանգստանաս։ Կգնաս քո ղեկավարին, կասես, թող ինքը վտածի, որ ինքը իր սախ կյանք պատասխանա տալու բոլոր այն բաների համար, որոնք տեղի են ունեցել իր նախագահություն բառնել Կարինե ջան, դու իմ մասին մի մտածի, դու դրա մասին մի մտածի, Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունն էին ասենց կտոր տալիս ռուսներին, երբ որ բանակցային գործընթացի մեջ սխալ բանակցություններ են անում, եւ այդ իմիջիալոց այդ առաջարկը ուժի մեջ է, եւ ես
հա իդեպ քաղաքից էիր հարցնում, ես եթերով ուզում եմ առաջարկեմ Ռոբերտ Քոչարյանին կամ որևիցե այլ ընդդիմադիր գործչին ուղիղ եթերով վարչապետը մի ամիս է արդեն փողոցում է հանրապետության ժողովրդի հետ շփվում ուղիղ եթերով ես առաջարկում եմ իրանց մի շաբաթ որևիցե տեղ գնալ եւ ուղակի քայլել եւ այդ հարցերի բոլոր պատասխանները ինձ թվում է Քոչարյանը կգտնի։ Նարեկ ջան, խնդրեմ։ Ասի կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի։ Քաղաքական գործիչ է, այս Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեյտինգ չունի։ Ձեր ընդդիմախոսները բարբերաբար Հանանք ստացած չենք, տժում ենք։ Ես անձամբ տժում եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի նմանը Ռոբերտ Քոչարյանը, ինչի ես Ռոբերտ Քոչարյանի իր նախագահության օրոնք, երբ որ կաֆեներում մարդ էին սպանում այդ ժամանակ, անհանգստություն չունեի, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն չունեի, երբ որ հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն։ Հիմա տժում եմ մնացածի վրա, որովհետև այդ քաղաքական գործիչներ շատ լավ է, Թոտեժան։ Կարամ պատասխանեմ։ Անի ջան, ցավը տանեմ, ախր այսօր քո երեկոն չի, է։ Բարբերաբար ձեզ մեղադրում էին, որ մարզերում են ձեր ձայները, Երևանում դուք շատ քիչ ձայն ունեք, համակիրներ չունեք, Շենգավիթյան հանդիպումը ինչ ցույց տվեց։ Շենգավիթյան հանդիպումը ցույց տվեց, որ Երևանում նույնպես ունենք համակիրներ առնվազն եւ այդ համակիրների հետ կապված շփումը շարունակվելու է քարոզարշավի ժամանակ շատ ավելի ինտենսիվ ու հələ դուք ուշադրություն դարձեք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետը ելույթներ, քաղաքական ելույթներ, միտինգներ չի անում եւ ես որպես մեծ սիրահար իր ռետորական արվեստի, իր խոսքի, իր անկեղծության, իր անձնվության, իր մարդկանցից մեկը լինելու շատ անհամբեր սպասում եմ այդ ելույթներին, ժողովրդին ցույց տա հերիքը։